Բոլոր կարևոր հանրահավաքները և հանդիպումները Վանաձոր քաղաքում տեղի են ունենում Արցախ պուրակում։ Դա նշանակում է, որ սահմանադրության նախագիծը ևս այստեղ է։ Մեր մասնակիցները տեղում են զինված սահմանադրության նախագծի պաշտոնական տեղեկագրերով և պատրաստ են քննարկելու սահմանադրական բարեփոխումները։ Սկսեցինք։ Շատ ծանրակշիռ, չէ, ոչ պետք չեն ընտրել։ Չէ։ Գիտեք, որ հանրաքվեն է։ Չէ, մի քիչ զրուցենք, չէ։ Ժորժ ջան, մոտ եկեք։ Ժորժ ջան, եկեք մոտենանք մի քիչ մոտ, որ զրուցենք միասին, էլի ուղղակի զրուցում ենք, խորհրդակցում ենք ձեզ հետ։ Արմեն ջան, արի։ Դու բացի ես շարունակեմ ուրեմն։ Անահիտ, եկեք ստեղ։ Դե, ուղղակի բանով, էլի մեր ռեգլամենտային բանով տեղավորվենք իրար, հետո նորից փոխարինենք։ Լավ, ես երկու բառով ներկայացնեմ երևի թե մեր նպատակը որն է, հետո ձայնը տամ իմ գործընկերներին։ Շատ հետաքրքիր մի մշակույթ է այս, մի 10 օր արդեն մենք հանրապետության տարբեր մարզերում ենք, գյուղական համայնքներում, քաղաքներում, նաև մեր հյուսիսի խումբն է, հարավում էլ ունենք խումբ։ Առաջին անգամ այոն ու ոչը միասին եկել ենք։ Այդպես չի, որ իրար հակադրվելով որոշակի ինչ-որ թշնամական, քաղաքակիրթ, մրցակցային բանավեճ ենք ուզում կազմակերպել։ Այսօր ստեղ Հայ-Աղափական Դաշնակցության մեր ներկայացուցիչն է Արթուր Եղազարյանը, ուրեմն Հայազն, ուրեմն կուսակցության ներկայացուցիչ Արմեն Մկրտչյանը, ես դե գիտեք Միքայել Մելքումյանը Վարգավաճ Հայաստանից եւ էլի մեր գործընկերներ հիմա այստեղ զրուցում են Մարգարիտ Եսայանն Հանրապետականից, Ազատ դեմոկրատներից, երևի Նարեկը, երևի մենք կզրուցենք հիմա երևի մեր Արթուր Եղազարյանը կներկայացնի տեսակետ եւ սահմանության եւ ձեր խնդիրներից այսօրվա այս Մարգարիտ Եսայանն եկա։ Հետո մենք անցնենք արդեն քննարկման խորհրդակցման ձևի։ Արթուր ջան, սկսի դու։ Ժորժ ջան, ինչպես գիտեք, դեկտեմբերի 6-ին պետք է հանրաքվե լինի, որտեղ օրակարգային մեկ հարց է դրված՝ սահմանադրական բարեփոխումներ։ Սահմանադրական բարեփոխումները արդեն շուրջ 2 տարի ընթանում էին, 13 թվականից հայտարարվեց սահմանադրական բարեփոխումները եւ շատ քաղաքական ուժեր մասնակցեցին այս գործընթացին, մի մասը բոյկոտեց, մի մասը չմասնակցեց, մի մասը մասնակցություն ունեցան եւ վերջնական առաջացավ մի նախագիծ, որը այսօր հանձնել ենք ձեր դատին, դուք ինքներդ կարող եք ուսումնասիրել, հասկանալ սահմանադրությունը ինչ փոփոխություններ է առաջարկում, բայց մենք կփորձենք ձեզ մի փոքր ավելի օգնել։ Մենք այստեղ երկու տեսակետ ունեցողներ ենք, այն մարդիկ, ովքեր կողմ են բարեփոխումների, մարդիկ, ովքեր դեմ են արտահայտվում բարեփոխումներին։ Ես առաջինը կուզեմ նշեմ մի հանգամանք։ Դեկտեմբերի 6-ին մենք ունենք մեկ ընտրության հնարավորություն։ Տվյալ մեկ բարեփոխում կա, որի շուրջ կամ ասում ենք այո, կողմ ենք բարեփոխնել, կամ չենք ուզում բարեփոխնել, ինչպես կա, այնպես մնա։ Այլ տարբերակ մենք քննարկման չունենք։ Իհարկե բարեփոխումների մեջ բազմաթիվ, սահմանադրության մեջ բազմաթիվ կետեր են առաջարկում։ Ամենակարևոր առանցքային խնդիրը ինչն է այս սահմանադրական բարեփոխումներում։ Առաջին անգամ անկախ Հայաստանի պայմաններում մենք առաջարկում ենք համակարգային փոփոխություն, պետական կառավարման համակարգն է փոխվում։ Մինչ այժմ մեր սահմանադրությամբ Հայաստանը նախագահ կենտրոն էր, այսինքն այս սահմանադրություն, որը մեկ բարձր լիազորություններ տվել մեկ անձի, նախագահի, որի արդյունքը մենք տեսնում ենք այդ համակարգի։ Գոհ եք, թե դժգոհ եք, դուք ինքներդ տղամեկդ կորոշեք, այսպես լավ էր այս 25 տարին, թե ոչ։ Նոր սահմանադրությամբ մեխը փոխվում է, արդեն ոչ թե գերակաշահը նախագահին տրվող իրավունքներն են, այլ Հայաստանի Հանրապետության քաղաքացու իրավունքի իրացման պատասխանատվությունը պետության կողմից իրականացնելը, այսինքն փոխվում է դեպի քաղաքացի։ Բայց սրան հասնելու համար տարբեր ճանապարհներ կան։ Հիմա առաջարկվող տարբերակում առաջարկվում է խորհրդարանային տիպի համակարգ, երբ որ երկրի գերակա մարմինը դառնում է խորհրդարանը։ Եվ խորհրդարանը, որպեսզի դառնա գործող մարմին, ավելի գործող մարմին, քան այսօր կա, ուրեմն առաջին պայմանը առաջարկվում է վերացնել մեծամասնական համակարգը, թողել միայն համամասնական։ Տեսեք, այսօր մինչև հիմա, եթե նկատել եք, անկախանալուց առ այսօր Հայաստանում իշխանության փոփոխություն չի եղել։ Ինչքան պայքարներ եղան, դրսից երբեք ընտրությունների ճանապարհով ոչ մի այլ քաղաքական ուժ հնարավորություն չունեցավ լուրջ մասնակցություն ունենալու կամ փոխելու գործող քաղաքական ուժը։ Հիմա տվյալ սահմանադրության փոփոխություն է առաջարկվում։ Ինչ ենք մենք ստեղ տարբերությունը տեսնում նախորդ համակարգի հետ։ Նայեք, գործող քաղաքական ուժը հիմնական ո՞նց էր 131 падգամավոր ունենք, չէ, որից 90-ը համամասնական, ցանկով էր 41-ը մեծամասնական։ Ուրեմն, եթե նայեք բոլոր նախորդ ընտրությունները, գործող քաղաքական ուժը առավելագույնը երբևիցե որ հավաքել է միջև 50%, ամենաշատը 44% է հավաքել։ Արտադրական մեծամասնություն դարձել են միայն մեծամասնական տեղերի հաշվին։
կոչվի, որտեղ այդ 41 մեծամասնական տեղերից կամ գործող իշխանության ներկայացուցիչներն են կամ նրանց մոտ կանգնած անձիկ են, որոնք միավորվելով պարլամենտում մեկ ֆրակցիա են դառնում, հանրապետական կուսակցության ֆրակցիան այսօր որ կա, որը դառնում է բացարձակ որոշող իշխող քաղաքական ուժ է։ Նոր համակարգում սա չի կարող այլևս լինել, ինչի համար, որտեղ միայն համամասնական ընտրակարգով են ընտրելու։ Հետևաբար ստացվում է, որ մեկ քաղաքական ուժը չի կարող Հայաստանում ձևավորել իշխանություն, որտեղ մեր բազմակուսակցական երկրում ամեն դեպքում անցած 25 տարին ցույց է տվել, որ ոչ մի քաղաքական ուժ, ինչքան էլ ռեսուրսներ ունենա, մարդկային, ֆինանսական, չի կարողանում հասնել 50%-ի, իսկ ապագայում այս նոր սահմանության պարագայում իշխանություն ձևավորելու համար պետք է ունենալ խորհրդարանային մեծամասնություն 54%։ Իսկ երբ որ մի ուժը չի կարող, բնականաբար նա պետք է արդեն սկսի համագործակցել այլ քաղաքական ուժերի հետ։ Հետևաբար արդեն ավելի կենթանի, ավելի աշխատող կառավարության ծրագրեր կկոչվեն, որը հաստատ կբերի ժողովրդի կյանքի փոփոխության։ Մի խոսքով, քանի որ մենք բոլորս պետք է խոսենք, ուրեմն ես ձեզ կոչ եմ անում դեկտեմբերի 6-ին քվեարկել սահմանադրական բարեփոխումների կողքին։ Եթե ասում ենք ոչ, դրանով մենք ասում ենք թող ինչպես կա, այնպես մնա։ Դա էլ է ընտրություն։ Եթե գոհ եք այս վիճակից, ասեք ոչ, թող մնա այսպես։ Եթե դուք ուզում եք փոփոխություններ, ուրեմն կողք քվեարկեք այոյին։ Շնորհակալություն։ Ես Արմեն Մկրտչյան ներկայացնում եմ ոչի հատվածը, երբ որ հասարակ բնակչությանը մենք ներկայացնում ենք այս սահմանադրության նոր փաթեթը եւ առաջարկում ենք կողմ կամ դեմ քվեարկել, նախ եւ առաջ հարց է առաջանում։ Այդ մարդիկ ծանոթ են այդ բովանդակությանը, որ կողմ լինեն կամ դեմ լինեն։ Ցավոք սրտի այն շրջանները, որտեղ որ մենք այցելել ենք, մարդիկ ծանոթ չեն բովանդակությանը։ Բայց ես կարծում եմ, որ մի քիչ տարօրինակ է թվում, որ այսպիսի ծանր սոցիալական պայմաններում մենք մարդկանց քաղաքական, պետական կառուցվածքներով ենք այս ամենը ինչ որ մարդիկ համարում են փոփոխություն, ես կփորձեմ ավելի բարձ օրինակներով ներկայացնել, թե ինչի համար պետք է ոչ քվեարկենք այս սահմանադրությանը։ Ասեմ, որ մի բարձ օրինակից սկսեմ, երբ որ ես ու իմ ընկերները հունիս ամսին Բաղրամյան պողոտան փակել էինք եւ պահանջում էինք էլեկտրաէներգիայի գնի իջեցում, կարծում եմ բոլորդ հիշում եք։ Իշխանությունները իդեմս նախագահ Սարգսյանի հայտարարությամբ հանդես եկան, որտեղ որ խոստացան կազմակերպել արդար ու ազնիվ աուդիտ բոլոր կողմերի մասնակցությամբ եւ որ ամենակարևորն է, խոստացան բավական երկար ժամանակ սուբսիդավորել այդ ավելացված գումարը։ Արդյունքում ստացվեց լրիվ հակառակը, էլեկտրոցանցերը վաճառվեցին մեկ անձի եւ կապ չունի իմ համար, իմ ընկերների համար այդ անձը լավ կերպար է, վատ կերպար է, այստեղ խնդիրը հետեւյալն է. ազգային պետական հարստությունը, լինի էլեկտրաէներգիա, լինի ջուր, գազ, թե չգիտեմ, օգտակար հանածոներ, սովորաբար Հայաստանում հանձնվում է որևէ անհատի։ Հիմա կոնկրետ խոստման օրինակից անդրադառնանք սահմանադրությանը։ Այս սահմանադրությամբ նախագահը եւ իր թիմը խոստանում են մեզ, որ մենք ապրելու ենք ավելի լավ ու բարեկեցիկ երկրում։ Ասեք խնդրեմ, հնարավոր է լավ ու բարեկեցիկ երկրում ապրելու փաստաթուղթը անցկացնել կեղծիքներով։ Ես կարծում եմ, որ բոլորդ գիտակից եւ հասուն մարդիկ եք ու վստահաբար կասեք, որ ոչ։ Բայց այսօր ինձ կես ժամ առաջ Երևանից զանգահարեցին ու հերթական դեպքը պատմեցին Աչափնյակից գումար բաժանելու վերաբերյալ։ 3 չի առաջի օրը բոլոր օրերին մարդիկ զանգահարել են ու մեզ պատմել են տարբեր դեպքեր մարդկանց վախեցնելու կամ գումար բաժանելու հետ կապված։ Ես համոզված եմ, որ մեր ժողովրդի ճնշող մեծամասնությունը մերժելու է այս առաջարկը եւ շանս չի տալու իշխանությանը եւս մի երկար ցիկլ կառավարել մեզ։ Եվ եթե ինձ հաջորդող գործընկերները ձեզ կասեն ոչը ինչ է տալու, այդ ռետորական հարցը կտան, ես ձեզ պատասխանեմ նախորդ։ Ոչը տալու է մի պարզ բան, ըմբոստության եւ ապստամբության իրավունք իշխանության հանդեպ։ Ոչ, մարտի 1-ը դա մի ցավոտ կետ է, որը ցավոք սրտի այս սահմանադրությամբ նման կետերը եւս չեն կանխվում, ընդհակառակը կյանքի եւ ազատությունների տարբեր իրավունքների հանդեպ նոր սահմանափակումներ են առաջ քաշվում։ Որ ես կարող եմ կետով ձեզ ներկայացնել հիմա զրույցների ժամանակ։ Հիմա ավարտեմ խոսքս եւ կոչ
բոլոր վանաձորցիներին, որպեսզի մերժեն այս սահմանադրության նախագիծը։ Մնացածը արդեն զրույցներով կխոսենք։ Դոր ջան, բարև ձեզ։ Մենք այդ կարծիքին չենք, որ պետքա ոչ հասվի։ Եվ եթե մենք ոչ ենք ասում, մենք նշանակում արգելակում ենք փոփոխությունները մեր երկրում։ Մենակ նրա համար, որ ժողովուրդը իշխանությանը ինչ որ չափով չի վստահում, չի նշանակում, որ լավ բանը պետք է մերժենք մենք։ Չի կարելի։ Պետքա լուրջ քայլեր անել։ Ես ուզում եմ ասեմ, որ սահմանադրությունը կարող ամենակարևոր հարցը որ դու տակ, բայց ինչա փոխելու ես երկրում։ Ասենք ձեր ընտանիքի ճակատագրում եւ այլն ինչա փոխելու, ինչ որ բան փոխվում է, թե ուղղակի մի հատ օրենք ընդունում ենք, հետո գնանք, հենա հիմա էր սահմանադրությունը կա էլի, ինչ անենք։ Իհարկե Երկիրը կարելի է ղեկավարել եւ պրեզիդենտի աշխատասենյակից եւ վարչապետի, որտեղ նոր սահմանադրությամբ վարչապետը լինելու է պետության փաստացի ղեկավարը։ Ես պարզ եմ ուզում ասեմ, ինչն ենք փոխում մենք։ Մենք ուզում ենք, որպեսզի կառավարման այս ձևը, որը կոչվում է նախագահական, փոխարինվի մի ուրիշ ձևով, որը կոչվում է պարլամենտ Երբ որ դուք կգնաք կընտրեք ձեր քաղաքական ուժերին, որ ընտրեք վարչապետի տեխնացուները իմանալու եք, թե ամեն քաղաքական ուժով է, մենք հանում ենք մեծամասնականը, որովհետև Հայաստանում մեծամասնական падգամավորների մեծ մասը իրանց ընտրատարածքներում չեն ապրում։ Հիմա սա հանում ենք, որպեսզի դուք քվեարկեք ծրագրի համար, վարչապետի տեխնացուի համար եւ քաղաքական ուժի համար։ Լավ, ընտրվեցին, եկան, մտան պարլամենտ։ Ոնց է ձևավորվում կառավարությունը։ Մի քաղաքական ուժ նոր սահմանադրությամբ իրավունք չունի կառավարի։ Այսինքն այդ մի հարցը լուծում է, որ մոնոպոլ է, մենաշնոր, կառավարման չի լինելու։ Մի քանի ուժով ձևավորեցին մեծամասնություն, ընտրեցին վարչապետին, հաստատեցին ծրագիրը, բայց ընդդիմությունը, ովքեր որ իշխանության մեջ չեն, նրանց չեն ասում դուք գնացեք ձեր գործին ուղղակի խոսացեք, քննադատեք, դա ձեր գործն է։ Ընդդիմությանը ասում ենք եկեք դուք մասնակցեք, Ինչ է ոնց մասնակցեք դուք։ Նախ եւ առաջ գլխավոր պաշտոնյաները, դատախազը, Վճռաբեկ դատարանի նախագահան, Կենտրոնական բանկի նախագահան եւ այլն, ընտրվելու է 3/5-ով, այսինքն իշխանությունը գնալու է ընդդիմության հետ խոսա, ասի, «Էս իմ 3 դատախազի տեխնացուն է» կամ Վճռաբեկ դատարանի նախագահի։ Որն ենք համաձայնության գալի։ Այսինքն ընդդիմությունը արդեն իսկ դրանով որոշակի պատասխանատվության տակ է մտնում։ Սա մեկ։ Երկրորդը, պարլամենտում լինելու են քննիչ հանձնաժողովներ, որոնք կոնկրետ ղեկավարելու է ընդդիմությունը եւ ասելու է. «Բերեք, այս ինչ նախարարություն գործերը քննեմ»։ Եվ երրորդ կարևոր հանգամանքը, որ համարում եմ, որ ընդդիմությունը օտարված չի լինելու, ինքը տարբեր անվստահություն հայտնելու մեխանիզմներ ունի, եթե հիմա դու անվստահություն ես հայտնում վարչապետին, ինքը իր ծրագրերը չկատարելու համար, դա թողնված է հանրապետության նախագահի կամքի մեծամասնության։ Հիմա ավտոմատ ինքը ծրագիրը չկատարեց, գնալու է, հա? Եվ սենց շատ բաներ։ Հիմա կարևոր խնդիրը այն է, որ դրանից հետո քաղաքական կամք ցուցաբերեն քաղաքական ուժերը, որպեսզի այդ լավ գրած սահմանադրությունը կյանքի կոչեն։ Եվ քանի որ իմ գործընկեր Ուրեմն Արմենը Մկրտչյան խոսեց նաև ինքը էլեկտրաէներգիայի շարժման ակտիվ մասնակիցներից է եղել եւ ժողովուրդը իրան ճանաչում է նաև այդ ձևով, երկու խոսք չեմ կարող ասել էլեկտրաէներգիայի մասին, ինչ կատարվեց եւ չկա Հայաստանում մի մարդ, որ կողմ լներ էլեկտրաէներգիայի բարձրացմանը սակագնի, որտեվ դա խփում է բոլորին։ Այնուամենայնիվ հետարքիր է, թե չէ մի երկու թիվ պետք է ասեմ։ Մենք արտադրում ենք 7 միլիարդ կիլովատ-ժամ։ Դրանից 2 միլիարդը արտահանում ենք Իրան։ Մնացած 5 միլիարդը սպառում է Հայաստանում, ժողովուրդը, բնակչությունը սպառում է 2 միլիարդ։ Կարելի էր չբարձրացնել, թե չէր կարելի։ Կարելի էր, բայց Հայաստանի էլեկտրական ցանցերը կարող է սնանք հայտարարվեին։ Հիմա ո՞րն է պատճառը, որ եղել է տեղ անարդյունավետ կառավարում փաստ է էլեկտրական ցանցերում, բայց եղել են խնդիրներ, որոնք որ 3 տարի շարունակ ուրեմն խփել են այդ process-ին, եղել է սակավաջուր տարիներ, ատոմակայանը 88 օր ավել կանգնել է, որտեղ եթե ինքը ավել չկանգներ, նրա անվտանգությունը երաշխավորված չէր։ Նման պարագայում կամ պետությունը ամբողջապես պետքա պետական բյուջեից իր վրա վերցներ այդ սուբսիդավորումը, կամ պետքա վաճառեր նոր սեփականատիրոջ, որ ինքը իր վրա վերցներ։ Միջանկյալ լուծում գտնվեց, հիմա ի պատիվ նոր սեփականատերերի ես տեղյակ եմ, որ կատարում է լուրջ բարեփոխումներ կառավարման մեջ, բայց մենք պետք է իմանանք, որպեսզի մենք ունենանք չթանկացում հետագայում մի քանի հարցեր պետք է լուծենք։ Առաջինը,
Ռուսաստանից գազի դիմաց եւ նավթամթերքների դիմաց պետքա վճարենք ռուսական ռուբլով։ Այդ հարցը դու գիտեք, որ վարչապետը բարձրացրեց եւ Պուտինը, Ռուսաստանի նախագահան արդեն իր համաձայնությունն է հայտնել։ Երկրորդ, որպեսզի Վանաձորում առաջանան աշխատատեղեր, մենք պետքա փորձենք ռուսական ռուբլով վարկեր բերենք, որովհետեւ մեր արտահանողները տուժում են։ Ռուսական ռուբլին շատ է ինֆլյացիայի ենթարկվել 82%, հայկական դրամը 18%։ Եվ երրորդ, անպայման պետքա Հայաստանը դառնա գրավիչ երկիր ներդրումների համար, դրա համար պետքա պետությունը կոնկրետ քաղաքներ, կոնկրետ ուրեմն ձեռնարկություններ իր ուշադրության կենտրոնում պահի շահագրգռի գտնի ինվեստորներ, որպեսզի գան։ Օրինակ ես իմացա, որ Վանաձորի Գլորիա ձեռնարկությունը կարի ձեռնարկություն կա, որը լուրջ պատվերներ ոնց որ ունի, որպեսզի կարողանա նմուշով արտադրանք թողարկի եւ արտահանել։ Այնպես որ իմ ասածը ես չեմ ուզում շատ երկարացնել, ուզում եմ ամփոփեմ, ասեմ հետեւյալը. մենք պետքա առաջ շարժվենք, մենք պետքա գտնենք բանալի, բանաձև միասին առաջ շարժվելու, որտեւ այստեղ ես հեսա տեսնում եմ, որ մեր ժողովուրդը լուրջ է, տաղանդավոր է, մեր ուսանողը պետք է չվճարելու համար մեզ չլի որ չսովորի եւ մենք տաղանդերին պետքա տեղ տանք։ Այսինքն Հայաստանը պիտի դառնա ապրելու համար հարվարավետ գրավիչ երկիր։ Ինչ վերաբերում է արտագաղթին, այն որ մարդիկ գնացել են աշխատում են դրսում, շատ երկրներից կա, Լիտվա, Լատվիա, Էստոնիա, 1.5 միլիոն մարդ գնացել է, բայց նրանք գնում են Լեհաստան, Գերմանիա, Մեծ Բրիտանիա։ Մենք պետքա փորձենք, որպեսզի կամաց մեր այն ակտիվ բնակչությանը փորձենք հետ բերենք եւ պետքա իհարկե անպայման պայմանները բարվոք լինեն, որ մարդիկ հետ գան։ Իմ գործընկերները կշարունակեն այդ թեման եւ կարեւորը այն է, որ այոնը ոչը միասին եկել ենք ձեզ հետ զրուցում ենք։ Խնդրեմ։ Եթե ոչ այոն գնաց առաջ, գալու են հայրենիք դեպի հայրը, ասեմ, շատ լավ հարց եք տալի։ Առաջի հայացքից կարող է թվա, թե չեն գալու։ Բայց ի՞նչն է փոխվում, եթե այո ենք ասում։ Ես արդեն ասեցի, փոխվում է կառավարման ձևը։ Եթե մենք այս կառավարման ձևից դժգոհ ենք, պետք է փոխենք։ Հիմա լավ կառավարումից լավ միջավայր ստեղծվելու է, թե չէ։ Կարծում եմ, որ անպայման ինչ որ ձևով դա նպաստելու է, որպեսզի միջավայրը ավելի լավանա։ Բայց իհարկե մարդիկ են դրանք կենթանի։ Եթե ժողովուրդը իր ձայներին տերը լինի, գնա, ասիկը տեն շիելը, որ մեծամասնականի կանչես, ասես այս ասվարտի հարցը լուծի, այս ինչ սոցիալական հարցը։ Ընդհանուր պետությունը պետք է իր կառավարման որակը փոխի։ Հիմնական քաղաքական ուժերը, այդ թվում ես Բարգավաճ Հայաստանն եմ ներկայացնում, շատ դժվար որոշում ենք կայացրել։ Գտել ենք, որ այո, մենք այս ճանապարհով պետք է անցնենք։ ներեցեք, որպես հայ քաղաքացի։ Ասեք, հա։ Եղբայր, լավ, Թող խոսենք, հա։ Ուրեմն երկրի փաստացի գործող նախագահ Սերժ Սարգսյանը ինքը հայտարարեց, որ երկիրը կոռումպացված է, ատկատների մասին խոսեց, չէ։ Վարչապետին դիմեց, որ այ ատկատները արվում պետք է, չգիտեմ, գլխից բռնելի էս այնա, այ մեր այս գործող սահմանադրությունը ինչով էր պակաս, որ այդ ատկատներ անողներին, կոռուպցիաներին պատասխանատվության ենթարկել։ Սահմանադրությանը ինչ որ հակասող բան կար, պակասեր, ինչ էր։ Լավ հարց է, թող ասեմ։ Բարև ձեզ հարգելի գիրովականցիներ, վանաձորցիներ, սիրելի քաղաքացիներ, Նարեկ Այվազյանն եմ, ներկայացնում եմ ոչ քարոզողներին։ Ուրեմն ես անդրադառնամ ձեր ասացին, հետո այո ասողներին եք անդրադառնանք, եթե կարելի է ձեր թույլտվությամբ իհարկե։ Շնորհակալություն։ Ուրեմն սկզբից անդրադառնամ ձեր տված հարցին։ Բազմաթիվ խոստումներ են եղել մեր իշխանական ներկայացուցիչների կողմից, իրենց ղեկավարի կողմից, որոնք իրականություն չեն դարձել։ Դուք ձեր աչքով եք տեսել, հենց ձեր նշած ատկատները։ Խոսք գնաց լույսի թանկացման վերաբերյալ, ես չեմ կարծում, որ Հայաստանի Հանրապետությունում մանավանդ ակտիվ վիճակում գտնվող քաղաքացին չգիտի, թե ինչն է պատճառը եղել ու չգիտի, որ հեծի թալանի պատճառով է դա եղել։ Սակավատ ջրություն, ատոմակայանի տարեկան կանգնելը, որ միշտ լինում է, դրանք չեն հարցերը։ Հարցերը հենց իշխանության, իշխանավարման, քաղաքականության մեջ է։ Եթե իրենք չեն կարողանում սեփական գոտիները ամուր ձգել, թող չմեղադրեն դրանով կառավարման համակարգին, որ ուզում են փոխել։ Արդյոք դուք, ժողովուրդ, ձեզ եմ հարց ուղղում, ունեք խնդիր սահմանադրությունը փոխելու։ Արդյոք ունեք այսօր
սոցիալական լիքը խնդիրներ, արտագաղթ, գործազրկություն ունեք։ Ով պետք է զբաղվի դրանով։ Ով իշխանությունները, իսկ ինչի չեն զբաղվում, որովհետև իրենք զբաղվում են սեփական հարստությունը մեծացնելով։ Հիմա տարբեր ձևերով կփորձեն մեր գործընկերները հիմնավորել, թե ինչի է պետք, բայց այդ փոփոխությունը կատարել, բայց ես 3 հիմնական պատճառ կասեմ, որի համար չի կարելի գնալ ու քվեարկել այո։ Ուրեմն համար առաջին, 89 հոդվածը թույլ է տալիս երկրորդ փուլի անցկացնել կայուն մեծամասնություն ձևավորելու պատրվակով։ Դա իրենց հնարավորություն է տալու մեծամասնությունը սեփականացնել, ոնց որ հիմա ներկայումս կա, ու շարունակել իշխանավարել, որը մեր ժողովրդին կարծում եմ ըստ իս ձեռ չի տալիս։ Երկրորդը 201 հոդվածը ասում է, որ որոշ գլուխներում եւ դրույթներում հնարավոր է պատգամավորները առանց ժողովրդի կարծիքը հաշվի առնելու իհարկե փոփոխություններ Դալակյանը հանրապետական կուսակցությունը այ իրան խանգարեց։ Եթե հանրապետական այո, հանրապետական կուսակցությունը եւ դրա համար կվերջացեմ, ես կասեմ։ Եվ այսպես Մարիքյանն շատ լավ երիտասարդ։ Ես ինչու եմ բացառիկ բաներ ես նրան չեմ ճանաչել։ Ես ասել եմ հանրապետական կուսակցություն չկա, անկախ կազմակերպել։ Ես նրան ընտրել եմ։ Ես բազմիցս Դալակյանին ընտրել, նա էլ էր չէ, դրա համար չընտրվեց։ Բայց նա հույակապ մեծամասնականով ընտրված Արեք մի հատ երիտասարդներին ձայն տանք, էլի։ Հա։ Այ ձեր ասած։ Որովհետև մենք դրա կողմից ոչ քվեարկեք ու մեր գործընկերներին խոսքը տրամադրենք։ 205 հոդվածով ներառված է տարածքների փոփոխության մասին հարց։ Այսինքն մենք մեր ձեռքով պետք է գնանք, այո, ասենք մի հատ սահմանադրության, որտեղ ներառված է տարածքների փոփոխությունը։ Կհիշեք մեղրի դեպքերը, որ ուզում էին մեղրին փոխանակել այդ տարածքների հետ, որը մեր կարծիքով անթույլատրելի է, որ տեղ գտնի Հայաստանի Հանրապետության սահմանադրության մեջ։ Մեր գործընկերները տարբեր փաստարկներ են նշում, բայց դրանք չեն վերացնում այն ռիսկերը, որոնց մասին ես խոսում եմ։ Դա կվերացնի միայն այն, Ձեր ու ջարդ անել, մարդկանց կոտորել, ասել դու գնացեք այն մուսիկա։ Դու համակարգը պիտի փոխես, մենք հիմա սրանով համակարգն է։ Եթե դու սրան ասում եք դու զորացել ոչ է, մնալ ինչ որ լինելու է, ոչ ոք չի կակում, մնալ դարձյալ պարլամենտական կուսակցությունների գալու է, մեր կուսակցություն նախագահական գալու է, մենք Ուղղակի ներկայանամ սկզբում։ Նարեկ ջան, մի վարքյան։ Հարգելի վանաձորցիներ, Նարեկ ջան, մի վարքյան։ Հարգելի վանաձորցիներ, նախ ներկայանամ Սամվել Ֆարմանյան ազգային ժողովի պատգամավոր։ Ես ուզում եմ սկսել այնտեղից, որ Վանաձորը կարող է հպարտանալ խորհրդարան գործուղած իր պատգամավոր Էդմոն Մարությանը։ Դա մեկ, ուզում եմ դրանից սկսել։ Երկրորդ, դեկտեմբերի 6-ին քվեարկության է դրվում ոչ թե իշխանությունները պահելու կամ փոխելու հարցը, ինչպես ներկայացնում են մեր հարգելի գործընկերները, գիտակցաբար թյուրիմացության մղելով մեր քաղաքացիներին, այլ ընդամենը մեկ հարց։ Մեկ հարց։ Մենք շարունակում ենք ապրել հին սահմանադրությամբ, թե ապրելու ենք նոր սահմանադրությամբ, որի նախագիծը ձեզ բաժանված է։ Տեսեք, մեր շատ գործընկերներ սահմանադրությանը որպեսզի դեմ քարոզեն, նույնիսկ մտածում են բաներ, որոնք այս տեքստի մեջ գրած չի, ցանկացած վանաձորցի կարող է տանել եւ այս տեքստը կարդալ։ Հասկանալու, տեսնելու համար արդյոք նման մեղադրանքներ, որ ներկայացվում են, կապ ունի իրականության հետ։ Հենց նոր Ալեքսանդր Եվրոպի ժամանակ Նիկոլայ Բնակներով անցել եք, այո, իհարկե չեմ անցել։ անցել եք հանրակացարաններ, անցել եք հանրակացարան։ Սա եղել 89 թվականից այդպես բան չի փոխվել, Չէ, չի փոխվել, փոխվել ավելի բան։ Սա ավելի բան։ շենքերը հնացել են։ Ոչ միայն, մարդկան, սահմանադրությամբ բան, առողջությամբ։ Այսօր մեր երկիրը ազատ
Ոչ մեկը իմ մասին չի մտածում այս փողոցը, որ ընդհանուր է, Որովհետև այսօր մեր երկրում ազատ շուկայական հարաբերություններ են 90 թվից այս կողմ, 91-ից այս կողմ։ Այդ մասնավոր սեփականությունը մենք բոլորս որ գնացել ենք անկախությանը այո ենք ասել, դրա արդյունքում է ձևավորվել։ Ուրիշ խնդիր, որ պետական հատվածները իրենց խնդիրը պիտի իրականացնեն, որ քո ճանապարհաշինարարները իրենց գործը պիտի անեն, որ քո գազ քաշողները իրենց գործը, այդ ամենը հասկանալի է։ Եվ հիմա մենք ինչ ենք անում։ Եթե բայց խնդիրը դրանով չէ։ Մի րոպե կներեք, ես իմ խոսքը ավարտեմ։ Հիմա նայեք, տեսեք։ Չէ, դուք լավ գոյություն ունի, ներկայիս սահմանադրության գոյություն ունի առողջության կյանքի իրավունք։ Որը որ սրանով է։ Հիմա նայեք, շտապ օգնությունով տանում են հիվանդին, հիվանդանոց ու չեն սպասում։ վճարումը կատարի հետո դա ինձ հետ էլ է։ Այսինքն ի՞նչն է խնդիրը։ Խնդիրը այն է, որ այս սահմանադրությունը վատ է, չի վատ է, այն է, որ ոչ մեկ չի կիրառում։ Սահմանադրություն փոխելով դուք ոչ մի բանի չեք հասել։ Գևորգ ջան, տես։ Ճիշտ եք ասում։ Բայց եթե դու չես փոխում, այդ քո վիճակը մնում է, հասկացա։ Իմ օրինակ իմ սուբյեկտիվ կարծիքը այն է, որ պետք է անձանց փոխել, ոչ թե։ Համաձայն եմ, անձանց ենք փոխում, չկարծես որ այն անձիկ էս ովքեր նստած են, ընդմիշտ նստելու են, միանշանակ փոխելու են։ Հարգելի վանաձորցիներ, ես բերեմ երկու փաստարկ եւ հետո պատասխանենք հարցերին։ Մեր ուղղակի կարգն է այդպես։ Այո, անպայման։ Առաջին խոսքը վերաբերում է պարլամենտական կառավարման համակարգին։ Հիմա սահմանադրությամբ կիսանախագահական է, բայց իրական կյանքում ավելի նախագահական կառավարման համակարգ դժվար է պատկերացնել։ Ինչու՞։ Որովհետև երկրի նախագահը, նրանից առաջ նախորդ նախագահը, նրանից էլ առաջ առաջին նախագահը խորհրդարանում միշտ ունեցել են իրենց մեծամասնությունը։ Երբ որ մենք ասում ենք կիսանախագահական, մենք նկատի ենք առնում այն սահմանադրական հնարավոր հանգամանքը, երբ երկրի նախագահը եւ խորհրդարանական մեծամասնությունը տարբեր քաղաքական ուժեր են ներկայացնում։ Հիմա հարցերի հարցը հետևյալն է. մենք անցում ենք կատարում պարլամենտական կառավարման համակարգի եւ վերացվում է մեծամասնական համակարգը։ Թե ինչու է պետք վերացնել մեծամասնական համակարգը, ես ընդմիշտ վարչապետ, ինչպես մենք այս տարիներին տեսել ենք, այլ նրան ազգային ժողովը անվստահություն կհայտնի, ասի վարչապետ ջան, կառավարություն ջան, քո կաբինետով խոստացել ես Գևորգի աշխատավարձը այսքան բարձրացնես, Գևորգի տատիկի կենսաթոշակը այսքան բարձրացնես, այս Վանաձորի փողոցները քո համապատասխան նախարարությունը անի չի արել։ Դավայ, դու դուրս արի, որովհետև դու վատ քո խոստումը չես կատարում, դու հեռացի, մենք մի հարց։ ինքը չի կարող դուրս չգալ, ազգային ժողովը հիմա իրավունք ունի նախագահի նույնիսկ բանի։ Չի կարող։ Ոնց չի կարող։ Չի կարող։ Եթե այդ անվստահության չափ։ անվստահություն կա։ Բայց ով է անողը։ Ուր է քո օպոզիցիան, ցավը տանը։ Ու ձեր կարծիքով նոր սահմանադրության պետք է։ 104 ձայնով կողմ քվեարկեց եւ ԵՏՄ-ին, որ իբր քո օպոզիցիան Ավ քվեարկելա որոց դուք եք։ Մի հոգի, դիկի ես այան, ոչ 7 հոգի անկեղծ են։ Ես գալիս եմ այս հանդիպմանը։ Ես այդ գիտություն ուզում եմ ասել բոլոր վանաձորցիների եւ ոչ միայն մարդիկ, ովքեր անատապես լինելով Հայաստանով մեկ ճանաչելի, ունենալով որոշակի հեղինակություն, բայց չունենալով տարածքային կազմակերպություններ ու թիմակիցներ մեր երկրի տարբեր համայնքներում, հաշվարկում են, որ մեր երկրում կլինեն նախագահական ընտրություններ, իրենք էլ կառաջադրվեն նախագահի թեկնածուներ, Վանաձորում, Գյումրիում, Մարալիկում, Իջևանում ու Ագարակում կստանան ժողովրդի XY% վստահությունը եւ հետո այդ ձայների հետ կվարվեն այնպես, ինչպես վարվել են մինչ օրս, բայց դրա համար մեղադրելով բացառապես գործող իշխանություններին։ Ուշադրություն դարձրեք, Հայաստանում քաղաքական խաղի կանոնների մեջ ոչինչ չի փոխվել։ Փոխվել են մեղադրողները, փոխվել են մեղադրվողները, փոխվել են հասցեատերերը եւ այլն եւ այլն։ Այդ մեղադրվողներն էլ դարձել են մեղադրողներ եւ մեղադրանքն էլ մնացել է նույնը։ Հարգելի վանաձորցիներ, նոր սահմանադրությունը ինքնին չի քայլում։ Ինքնին չի կարող որևէ բան երաշխավորել։ Սա էլ պետք է պարզ ասել։ Փոխարեն այն կարող է տալ հնարավորություն, որպեսզի Հայաստանը
գնա զարգացման մի նոր ճանապարհով, հաշվի առնելով մեր անցյալի բաց թողումները եւ երկիրը տանել արմատական փոփոխությունների ճանապարհով։ Սա հնարավոր կլինի, ապրենք մենք բոլորս։ Մենք չենք օգտվի այս գուցե եւ վերջին հնարավորությունից, ուրեմն հավաքական ամոթ մեզ բոլորիս, որ մենք Հիմա փետրվարյան դեպքերը իմացաք։ Այսինքն եթե չի լինում, դու ասում ես հեռացի չի, այսինքն ինչ անենք։ Ուղղակի խոսենք ու հարցեր չլուծվի, դու դել հիմա ասեմ, բայց ներողություն, այսինքն գնանք հանձնվենք, ասենք մենք ոչ մի բանի չենք հավատում, հեռացեք, ներողություն, լսեք էլի, ես մի րոպե ես վերջացնեմ, ասել եք լսեք, պետք է կարողանանք լսենք, չէ՞ որ ասում եք։ Հիմա մենք ասենք հեռացի չի հեռանում։ Ես ձեզ կոնկրետ բան եմ նկարագրում, թե ոնց է լինում։ Ընդդիմությունը եկավ, հավաքվեց հրապարակում 100,000 մարդ։ Լսեք ուշադիր։ Եկան այդ 100,000-ները, պալատկեք խփեցին, նստեցին, ասում հեռացեք, պետք է փոխենք ձեզ։ Այդ ընթացքում լինում է հասարակական կարգի տարբեր խախտումներ, պրովոկացիաներ, մեկին դանակահարում են, մեկին խփում են, չէ՞։ Սանկցիան տալիս է դատախազը, մի րոպե էլ է։ Կազմակերպեք սնտեներ։ Ով կարևոր չի ով անում։ Սանկցիան տալիս են ու սկսում են ձեր բակալել, հա, մարդկանց։ Այսինքն ինչ անենք մենք։ Դուք պատրաստ եք, որ ձեր երեխան գնա Բաղրամյան փողոցում զոհվի, չէ՞։ Դուք պատրաստ եք ձեր երեխան գնա զոհվի Բաղրամյան փողոցում։ Բա ով զոհվի։ Բա ինչ անենք։ Ժողովուրդը աղքատան մորեցոր։ Ինչու հենց նոր մտածեցիք տրամաբանությունը, ինչի մեջ։ Ո՞ց, բա մի օր պետք է մտածեք, թե չէ։ Այսինքն չմտածեք։ Դա ծայրահեղին արդեն ժողովուրդը կախնել է ժայռին, դուք նոր մտածեցիք, որ կարելի է։ Մենք ով ենք, որ մենք չենք մտածել, որ մտած մենք պրոցեսին աջակցում ենք։ Ով է մտածել։ Չէ, մենք կարծում ենք իրենք փրկում են մեզ իրենցից։ Ժամանակավրեպա։ Առայժմ դրա անհրաժեշտությունը չկա։ ինչով եք բացառում։ Ասեմ ինչով։ Խնդրում եմ չընդհատեք եւ լսեք։ Հայաստանում աղքատությունը հասել է միլիոնի։ Դա աքսիոմա է, չեք կարող անել։ Հայաստանում մարդիկ զրկված են աշխատանքից։ Իմ նման թոշակառուները օր հացի կարոտ են։ Ձեր նման պատգամավորները ամիսը ստանում են 700,000 դրամ աշխատավարձ, 350,000-ով ավելացրիք, բայց կարծեմ 24%-ով եք ավելացրել, որը կազմում է 760,000 ռուբլի։ Ինչ ձեր ղեկավարած կուսակցությունը տալիս է 40,000, երբ որ տանում եմ կոմունալ ծախսերը, զմուծում եմ, տակը բան չի մնում։ Մնում եմ թորներիս, երեխեքիս, բարեկամներիս, որ 2 կոպեկ տան, իսկ որ գնում եմ հանկարծ թոշակառուներին նայում եմ, լացս գալիս է։ Եթե դուք ամեն օր նայում եք կիսաբաց լուսամուտներ հաղորդաշարը, յուրաքանչյուր աշխատանքային օր մի թշվառ ընտանիքի բերում ներկայացնում են, լավ լսեք, եւ ամբողջ աշխարհն է դա տեսնում, արտասահմաննել հետ է, էները ցույց են տվել, որ մի ընտանիք 4 անչափահաս երեխաներ ունի, ապրում է մի խարխուլ տներում, որ լուսամուտ չունի, տելեֆոնա կպցրե, մի տարի 4 ամիս էլեկտրական լույս չեն ունեցել, պլյուս դրան ուզեցել են մոմ ճարեն, որ այդ երեխեքը մոմի լույսի տակ մնան, մոմի փող չեն ունեցել, էլ չեմ ասում հացի, հիմա արդյոք պետք չէ որ առաջի հերթին արտագաղթը վերացնել, սովը վերացնել, աշխատատեղեր ստեղծել մի րոպե, թոշակառուներին պայմաններ ստեղծել, որ հիվանդա տեղ չի կարողանում առնի, բժշկի չի կարողանում գնա, ես ինչ գիտեմ ինչ վիճակա, սրանք որ վերացնեիք, նոր ինչի եք ափալ թափալ եկել ասում եք սահմանադրությունը մենք պետք է փոփոխենք, հարգելիներս, փոփոխությունները ճիշտ է եւ ես կողմնակից եմ, թող փոփոխություն լինի, բայց ոչ հիմա, այս թերությունները վերացրեք, ժողովրդին մեկ թույլ տա որ ժամանակից շուտ հիասթափվի եւ ինքներդ այստեղ հայտարարեցիք, որ իշխանավորները համակրանք չունեն ժողովրդի մեջ, դա աքսիոմա է եւ ճիշտ է, մի բան ասեմ, չէ, խնդրում եմ չընդհատեք, եթե թողում եք խոսեմ, եթե չէ, խնդրում եմ, Արմանյան, խնդրում եմ, հիմա դուք
գնում եք ամբիոն, ամպա գոր խոսում եք, ես ինչ գիտեմ օրենքները, բան, դուք օրենքները չեք իրագործում, մեր ներկա գործող սահմանադրությունը լավ պունկտեր ունի, լավ հոդվածներ ունի և դուք չեք իրագործել դա, հիմի նորն եք ուզում, նախ նա իրագործեք, հետո, ես կասեմ, ես կներգայանամ, մի րոպե, Որպեսզի երկխոսություն ստացվի։ չէ, իմ ազգանունը Հավաքյանն է, Միքայել Հավաքյան։ Պարոն Հավաքյան, մի հաստատ։ Չէ, խնդրում եմ ստացեք։ Մեր երկրում, ով որ գողը, ավազագա, մարդասպանա, նա չի պատժվում։ Հասարակ մի հավ գողացողին տանում եք 2-3 տարի նստացնում եք, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, որ Հայաստանի համար առաջի հանցագործն է, իրա պատճառով իրա դրանը մարդ սպանեցին։ Տղեն, ես ինչ գիտեմ ինչ ռեդիվիստա մի խելոք մարդու վերցրեց, աշկը հանեց, նրան ասին 5 միլիոն քեզ կանխավճար ենք տալիս, արի մի բողոքի, որ այդ մարդին կալանքից հանեն։ Վերջապես կալանքից իրան հանեցին, Սուրիկ մարզպետին էլ, Խաչատրյանին էլ մարզպետությունից հանել էիք, հետո տարակ տեղը դրեցիք։ Էլ ես ձեզ ինչ հավատամ, երբ որ գողին, ավազագին, խուլիգանին դուք չեք դատում, արդար մարդին դատում եք։ Մի րոպե, չեմ վերջացել, մի րոպե։ Էստեղ Մարգարիտ Եսայանը էստեղ է, ուր է Այստեղ ասեք։ Ես գիտեմ դրա կենսագրությունը բավականին ծանոթացել եմ։ Ինքը լեզվի եւ գրականության մասնագետ է։ Երբ որ ազգային ժողովում խոսում է, շատ հաճելի է խոսում, դուրալ է։ Բայց մանկավարժության բնագավառում թող գնա Արմեն Աշոտյանին էլ բարևի, ասի Վանաձորից Ավաքյանը ասում է, որ քու ղեկավարած այդ կառույցը մեծ մասամբ անգրագետներ են, լիք կայանավարտված, նրանց դաստիարակած երեխաներն ինչ պետք է լինի, որ վաղը Հայաստանի սահմանները պաշտպանի, ես ինչ գիտեմ, նոր սերունդ ստեղծի, եւ դուք ասում եք յուրաքանչյուր մարդ պետք է զբաղվի իր մասնագիտությամբ։ Մի շատ կարևոր բան եմ ուզում ասել։ Չէ, ես կարևոր բանը պետք է ասեմ։ Ուրեմն ձեր ազգային ժողովում կամ պատգամավորներ, ձեր ազգային ժողովում կամ պատգամավորներ, որոնք շատ ներող կլինեն, խոզը տուրնիկից նա քաղաքականությունից։ Մի րոպե, Շուշան Պետրոսյանը մի շատ հոյակապ երկչու է, ես նրա ցավը տանեմ։ Նրան տարել եք, դարձրել եք պատգամավոր, 760,000 դրամ էլ իրան աշխատավարձ եք տալի, նա մի երկելով այդքան փող կառնի։ Եվ մի րոպե, լավ էլ կոճակա սեղմում, ամոթա, ինչ եկեք է այստեղ մարդկանց քարոզում, եւ այստեղ մի ուրիշ բան էլ կա։ Մի րոպե, մի բան էլ ասեմ, բայց եթե դուք ուզում եք խոսել առանց կարծիք հարցնելու, առանց կարծիք ով չի է։ Դուք եթե քարոզարշավ եք անում, մեկ ասի այո կամ ոչ, ասեք ձեր նոր սահմանադրությունը ինչ ա տալիս։ Հանգիստ մենակ մի իրար խառնվի, հանգիստ լսի։ Լսում եմ, եթե կարաք պատասխան։ Ո՞նց է եթե կարաք։ Ես էլ չպատասխանեմ լյուբոյ արցի, քեզ բանը պետք պատասխանել չպատասխանում։ Լսի հիմա, բայց ուշադիր դի լսես, որ անպատասխանատու բաներ չունենանք մենք։ Կա պետական բյուջե, մեր պետական բյուջեն 3 միլիարդ դոլար է։ Այդ 3 միլիարդ դոլարի մեջ 20%-ը պաշտպանության ծախսերն են։ Լսում ես? Լսում եմ։ 50%-ը։ Լսի որ պատկերացնես թե ինչից են հատկատանը, որ չափերը իմանաս ու ինչի ինչ է։ Իմ հարցը Բայց պետք է արմատական խոսակ լսի ցավը տանեմ, լսի որ հասկանաս։ 50%-ը սոցիալական առողջապահություն, գիտություն, կրթություն, 11% էկոնոմիկա, 3-4% տեղական ինքնակառավար, որ իմանաս թե հոսքերը ուր են գնում։ Հա։ Հիմա հիմնականում քո ասած այդ հատկարտները ենթադրում ենք, որ կարող է լինի դե, օրինակ աշխատավարձի մեջ հատկատ չի կարող լինի, որ մարդկանց աշխատավարձ են տալի, հատկատ չի կարող լինի էլեկտրաէներգիայի դիմաց, որ սպառում է, որտեղ չոտքի կա։ Հատկատը կարող լինի տենց հայ պետակ գնումների մեջ ընդունենք, եթե լինի, ընդունենք պետական գնումների համակարգում։ Հիմա որ
որ ասես դու ասես ինչի չի պատժել, ասենք թե ֆիքսվել է ինչ որ բանի։ Դրա համար պատժելն էլ պետք է լինի օրենքով։ Այսինքն եթե դու քեզ կասկածում ենք, որ ինչ որ բան ես արում, մենք պատժենք, եթե դա անօրինական ես անում, օրենքով չես անում։ Օրենքով դատախազությունը ուրեմն սանկցիա է տալի, քննչական կոմիտեն քննություն է վարում, հետո այդ գործը եթե արդեն վերջնական գալիս է, ուղարկում են ուր դատարան։ Դատարանը վճռակացնում գնում ես դատում ես, չէ՞։ Այսինքն մենք եթե մեր օրենքները այսօր հնարավորությունը թույլ են տալի, որպեսզի այդ քո ասած սխեմայով մարդկանց պատժեն, մարդիկ պետք է պատժվեն։ Եթե թույլ չեն տալի, այսինքն նենց բաներ կա, որ ծածկատմփոցի հնարավորություն է տալի։ Ուրեմն պետք է փոխել ինչ-որ բան։ Պետք է մտածել, մարդիկ են մեղավոր, թե այդ օրենքներն են մեղավոր, ո՞րն է մեղավոր։ Ուրեմն կարող է եւ մարդիկ, եւ օրենքների մի մասը։ Դուք ինձանից ավելի փորձառու տարիքով մարդ եք։ Բոլոր այդ մեղադրանքները կային 90-ականներին։ Այս շապի չկար։ 2000-ականներին կար։ Այս շապի չկար։ Հիմա կա։ Հիմա անչափ շատ կա։ Որտեղ եք վստահ, որ նոր հին սահմանադրությունը մնաց ուժի մեջ, ասեք ինչով եք վստահ, որ 2020 թվականին չի լինի ավելի շատ, որ 5 տարի հետո էլ մեկ ուրիշը գազես այդ հանդիպման, դուք ասեք, այս չափ չկար։ Այ մարդ խեք ափալ-թափալ լինգե ուզում շուշներդ գծած այս բանը հիմա անեք։ Արեք 6 ամիս հետո այս ձերի գրվածները ես կարդամ, ժողովրդին ես բացատրեմ, ճանապարհով գնում եմ մի րոպե, ես ընտրություններին միշտ մասնակցել եմ։ Մի տարեսկին ինձ ասում այ ցավը տանեմ։ Հլա բացատրի ես ինչա այոն ու ոչը։ Ասում եմ այս մարդիկ, ես են ասեմ այս մարդիկ, ասում այ կրակը թափի դրանց գլխին։ Այդ տարիքով մարդը, այ զարմանն ուտեն դրանք։ Բա մեղ չենք մեզ։ Բա մոտ չի։ Վանաձորում Վանաձորում այլ կերպ լինել չի կարող։ Պարոն Ավագյանի բառ ու բաննել Թումանյանական շնչով ու ազդեցությամբ է լցված։ Հա, այսինքն դրա դեմ որևէ զենք չի կարելի կիրառել։ Պարոն Ավագյան, ուղղակի սա մի բան եթե թույլ տակ ասել, վերջում ես ձեզանից ներողություն պետք է խնդրեմ բոլոր բաստողումների համար, եթե կարծում եք դա ինչ-որ բան կթեթևացնի։ Ամբողջ խնդիրը հետևյալն է։ Եթե որևէ բան օրինաչափորեն կրկնվում է բնության մեջ, մարդու օրգանիզմում, հասարակության մեջ, գիտնական մարդիկ, ոչ կեղծ գիտնականներ ու դուք հետնեցիք, փորձում են գտնել օրինաչափություններ, բացի անձնական մեղադրանքը, որ ասեն, այս Ֆարմանյանը շատ վատ պատգամավոր է, այս Ավագյանը շատ վատ պատգամավոր կլինի, եւ այլն, եւ այլն, եւ այլն, այլ հասկանալ արդյոք կան օրինաչափություններ, որոնք անկախ մեկի սուբյեկտիվ կամքից բերում են նման ցիկլերի կրկնության, տեղապտույտի մեջ են հայտնվում։ Մեր երկրում, հարգելի պարոն Ավագյան ջան, իշխանության ձևավորման մթնոլորտը, որպես մենք պատրիարխալ հասարակություն, որտեղ ամեն մեկս մեր ընտանիքում ձգտում ենք եւ մեր ընտանիքի գլխի, ստվյալ պարագայում ավանդական հայ երդասարտություններ, մեծ մայրներ վերջում, բայց հիմնականում ընտանիքի հայրը եւ այլն, մենք էլ պատրիարխալ որպես հասարակություն ձգտում ենք միշտ ստեղծել ճակերտների մեջ, ասեմ, հասկանալի լինելու համար մի պապայի կերպար, որը ունի ամբողջական իշխանություն, մենք ձևավորում ենք, սահմանադրությունը ասում է մի բան, բայց մենք օժտում ենք այնպիսի գեր լիազորություններով, որ այդ ունեցած իշխանության կողքը եւ տեղական ինքնակառավարման մարմինները եւ խորհրդարանական եւ այլը չեն կարողանում վերահսկել։ Հիմա մեր նոր սահմանադրությամբ դուք ասեցիք սոցիալ-տնտեսական խնդիրներ, ճիշտ եք ասում։ Դուք ասեցիք արտագաղթի խնդիր, մյուսը։ Հիմա ես հակառակ ծայրից ուզում եմ մի հարց տալ, բայց շատ ազնվոր է։ Իսկ որքանով։ Այո, եւ ոչ նախագիծն այսօր հատուկ հյուր ունի։ Մենք հյուրընկալել ենք հայ շախմատի գրոսմայստեր, օլիմպիական չեմպիոն Տիգրան Պետրոսյանին։ Իդեպ բոլոր ցանկացողները կարող են նրա հետ շախմատ խաղալ։ Բայց վերջում հարգելի պարոն Ավագյան ջան, ես բարձր եմ գնահատում ձեր հումորի զգացումը։ Բայց մի բան է ձեր մտքի խորությունը։ Ուղղակի մեկ խնդրանք ունեմ։ Ամեն դեպքում եկեք մենք մեր գործընկերներին չվիրավորենք, որտեղ Շուշան Պետրոսյանը գուցե հոյակապ երկշույա։ Գուցե որ դուք մոտիկից շփվեք, կարող է շփված եմ ստորագրեք, որ գուցե այստեղ եղած 60 կամ 90%-ից ավելի կին
գիրք գրագետ պատրաստված է։ Բայց լավ է կնում կեն սեղմում։ Չէ, կես է։ Հիմա դու կարող եք ասել սեղմել, այդ կնոպկա սեղմողները սեղմել են 90-ականներին էլ, Հանրապետություն բլոկն ու Շամիրամը։ Սեղմել են 2000-ականներին էլ, սեղմում են հիմա էլ, բայց դուք ճանապարհն եք, դուք կարող եք մեղադրել ինձ Շուշանին մյուսին, սա էլ է ճանապարհ, բայց ավելի ազնիվ է։ Հասկանալ այն մարդ, բա ո՞նց է լինում, որ գործող նախագահները մենակ Սարգսյանի մասին չէ խոսքը։ Խորհրդարանում միշտ ունենում են մեծամասնություն։ Ես պատասխանեմ, որտեղ ամբողջական իշխանությունը դա նախագահն է, նախագահի ուսուցիչն է։ Եթե դնում ենք մենք հիմա դրանում մեղավորը Սերժ Սարգսյանը, իրանք են իրանց բերանով փաստում դա։ Ես նման ոչ մեկ հազար կներեք ավարտեմ, էլի։ Ես ձեր ասածով չեմ ասում, ես իմ գործընկերների ասածն եմ մեջ բերում անում։ Ոչ մի բան մեզ իրականում չի խանգարում, որ մեր գործող սահմանադրությունը իրագործվի։ Այսինքն մեկ մարդ չկենտրոնացնի իր ձեռքերում ամբողջ իշխանությունը։ Ոչ մի բան չի խանգարում դրան։ Ես դες մի հատ կարող եմ։ Այս սահմանադրության կրողորը ով է իրացնում այդ ժողովուրդն է, կրողը, երաշխավորը, նախագահն է, սահմանադրության իրացնողը, ժողովուրդը, այս ժողովուրդը, պետությունը եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն են եւ պետությունը։ Ժողովուրդը ինչի՞ չի իրացնում։ Որովհետեւ հեսա օրինակները կբերեմ։ Մի քանի օրինակներ բերեմ։ Օրինակ, մարտի 1 մարդիկ դուրս են եկել խաղաղ ցույց են անում Երևան քաղաքում։ Ես անձամբ ներկա եմ 2008 թվականի մասին ազգային ժողովում մենք իրացնում ենք մեր իրավունքները։ Մենք բազմաթիվ բացի մարտունակից բազմաթիվ անգամներ եղել է, օրինակի համար կասեմ, էլեկտրիկ Երևանի դեպքերը։ Մարդիկ դուրս են գալիս, իրանց բողոքը արտահայտում են, իշխանությունը իր լծակներն օգտագործելով ձերբակալում անում։ Ինձ անձամբ ձերբակալել։ Անհիմն։ Հիմա ով է երաշխավորը, ոչ մի հիմնարով չէ։ Իսկ ձերբակալումից հետո ազատվել եք։ Հա, իրանք հիմա քննություն անց են կազմում, որ բռնություն ա կիրառվել, բայց ես անձամբ վստահ չեմ, որ դա կիրականացնեն, որտեղ համանման էլի լիքը դեպքեր են եղել իմ ընկերներին, ովքեր ակտիվ ներողություն, ովքեր ակտիվ դրսևորվել են տարբեր ձևերով, չի իրականացվել։ Հիմա դրանում ես ում մեղադրեմ։ Թե առերես հարցումներ այլ քաղաքական գործիչների պատգամավորների հետ մի խնդիր կա, Վանաձորի Քիմպրոմի հարցը։ Այնպես չստացվի, որպեսզի մենք դառնանք նույն այրիտի հետևորդները։ Տեսեք ինչ է կատարում, Վանաձորը ունենալով հզոր հսկա, ունենալով նման աշխատատեղեր, 11000 աշխատատեղ ենք ունեցել խորհրդային տարիներին, եթե բազմապատկենք, որ ամեն մարդ ունենար մեկ աշխատատեղ ամեն ընտանիքից, այդ ընտանիքը 11000 ընտանիք ի սկզբանե վերանում էր այդ սով հասկացությունը, արտագաղթը կամ այլն։ Եվ հիմա ինձ համար ուզում եմ ձեր տեսակետը լսել, հնարավոր է արդյոք Վանաձորի Քիմպրոմի վերագործարկումը եւ որքանով է ակտուալ, որպեսզի մեր քաղաքացիները չթողնեն երկիրը եւ մնան շենացնեն Վանաձորը։ Սա ոչ ժողովրդից ստվար զանգվածը մեծ զանգված է, տեղյակ չի, ընդհանրապես։ Գործող սահմանադրությունը, եթե ժողովուրդը կարդա, իրավական որոշակիության սկզբունք կա, չէ՞, գոյություն ունի։ Այդ իրավական որոշակիության սկզբունքը գործող սահմանադրության մեջ չկա։ Այսինքն, ես իրավաբան եմ մասնագիտությամբ, ես կկարդամ գործող սահմանադրությունը կմեկնաբանեմ ինձ համար։ Կարող է լինի ինչ-որ նոր, որ այլ մեկնաբանության կարիք ունենա, ասենք ավելի բարձր մասնագիտական որակավորում ունեցող անձի կողմից։ Իսկ գործող սահմանադրության նախագիծը, այս նախագիծը, այդ իրավական որոշակիության խնդիրը չունի։ Իրականում ազգային ժողովը սպասարկում է գործադիրին, ռեալ պոլիտիկում, այսինքն նա ինչ-որ ունենք։ Սա ի՞նչ է նշանակում։ 300 բանից կառավարության ներկայացնում
կայացրած օրենսդրական ակտերից, իրավական ակտերից մոտավորապես 290-ը ազգային ժողովը հաստատում է։ Սա նշանակում է, որ իրենց միջև մրցակցություն չկա։ Այսինքն ներկա սահմանադրությամբ, չէ, բայց հիմա որտեղ է ցույց տալու, որ չի հաստատելու։ Սապագա սահմանադրությամբ եթե ազգային ժողովի կազմը փոխվում է, այսինքն մնա Ով ասում կազմը փոխվում է։ Ոնց կարաս օրենքով ամրագրես կազմը փոխվում է կամ չի փոխվում։ Եթե համամասնական կոնտրակտով գնան ու 2010 Այսինքն լավ մարդիկ կգնան համամասնականով։ Հիմա լավ, նայ կոալիցիաներ մեծամասնականով մարդիկ բոբո են, համամասնականով լավն են, չէ՞։ Այտենց է ներկայացվում ես։ Դու հանրապետական կուսակցության նախորդ համամասնական ցուցակը նայել ես։ Հա, համամասնական ցուցակը ոչ մեծամասնական է։ Բա մի հատ նայ, եղբայր։ Օլիգարխներ, մականունավորներ, քրեական հեղինակություններ, թաղային հեղինակություններ, այդ ո՞նց է, որ այդ համամասնական ցուցակում այն ժամանակ արկային։ Ասում ենք հիմա համամասնական կլինի ընտրակարգում արդար կլինի, մարդիկ էլ այդ ցուցակում չեն լինի։ Եվ վերջի բանն էլ ասեմ եզրափակենք։ Եթե սա իրոք լավ բան է, եթե իրոք լավ բան է, պրոբլեմ չկա, ես քո ցավը տանեմ։ Արի գնանք արդար կերպով ընտրենք։ Դու քո այոն ընտրի, ես իմ ոչ ընտրեմ։ Բայց դու մին են ցարա, որ քո այոն անցնի։ Ես աննես չանեմ, որ ապորինի ձևերով։ Ես աննես չանեմ, որ ապորինի ձևերով իմ ոչ անցնի, որ էդի ասում որ չնեղանաս, թե չէ ոչ ռեսուրս չունի։ Օրինական կապ ապորինի անցնի։ Ես էլ հարց ունեմ եւ դառնանք 1995-ին բանտում է համալիրում։ Կեղծիքներով ընդունվեց։ Չեն խոսում։ Սարք եք սա հավատարմության հանրակ։ Վստահության հանրակրվա չի։ Վստահության հանրական չի։ Ուրեմն ցանկացած կներես ընկեր, ցանկացած համապետական միջոցառում առաջին հերթին վստահության նախ ես մի հարցում է իր մեջ պարոն։ Եթե վստահության Երթադենք է 2005 թվականի դրական ունեցած Չէր կարա փոփոխություն ունենալ, ընկեր, որովհետև այն անձնակենտրոն իշխանությունը, որը առկա էր, հիմա փոխակերպվում է կուսակցական անձնակենտրոնությամբ։ Հասկացա՞ր։ Բայց Արմեն ջան, այդ 2005 թվականին Սերժ Սարգսյանը չէր նախագահ կամ Սերժ Սարգսյանի այդ խումբը չէր ձեր ասած նախագահը, չէր ղեկավարը, որ այս տեսակով նույնն էր, թե չէ։ Չէ, տեսակով նույնն չէ։ Ազգային ժողով հավաքում են իհարկե։ Մենք ես ինքս դառնում ենք պարլամենտական կուսակցություն։ Ես, դու, այս ընկերը միանում ենք, մեր քվեները կպցնում ենք, իրա դառնում է 51%։ Մի րոպե արշակ, լավ էլի։ Չես խնդրի որ կա։ Մի րոպե Թողեք բացատրեմ։ Մենք ժողովուրդ ջան, այդ 3 ուժ, ասեն 5 ուժ եկել է, չէ՞ պարլամենտ։ Ամեն մեկը տարբեր տոկոսներ է հավաքել։ Այդ 5-ից 3-ը ասում են մենք միանանք մեր տոկոսները գումարենք, իրար դառնա 51%։ Այսինքն մեծաբավական է մի հատ մոլախ։ Եմ որ ասում եմ իշխանական։ Նորից կարգին ճանաչվել։ Հարկավը, ինձ չեք սիրում։ Ապրես, Չէ, մենք օպոզիցիա։ Չէ։ Օպոզիցիա։ Այն երկուսն է բնավ օպոզիցիա։ Մենք իրենքով դառնում ենք իշխող քաղաքական ուժ։ Երեքս միասին կամ դաժե 4-ը։ Այսինքն այն հնարավոր չէ։ Այն հնարավորությունները ամենակիչը 4-ը։ Այդ երեքը հավաքվում ասում են ցուցակում գրել չէ՞ վարչապետների տեխնիկաները ասեն։ Ասեք թե ձեզ նշանակել վարչապետ։ Այդ երեքը համաձայն է, բայց այդ քո երեքի ձայնը հերիք չի։ Պետք է ասես պիտի օպոզիցիա է, պարլամենտական ուժ է։ Ասես Կլանային համակարգի ղեկավարը հիմա եթե դառնում է ընդամենը կուսակցության նախագահ, մեկը կլանը չի փոխվում։ Սահմանադրությունը որ փոխվել, չէ՞։ Ինչ է սահմանադրության տված երկի նախագահի իրավունք ունի եղնի կուսակցական, չէ՞։ Կուսակցական պատկանելություն չպետք է։ Սերժ Սարգսյանը ունի կուսակցական պատկանելություն, ընդ որում կուսակցության Ես ասում Սերժ Սարգսյանը նախագահ ալնելու։ Չէ, որ ես հակառակն եմ ասում։ Իհարկե։ Ոնց կարա մնա, եթե արդեն այդ կլանի նախագահին ով ընտրելու։ Նախագահին ով ընտրելու։ Ազգային ժողովը պատասխան բայց ու ջարդով մարտի 1-ը հիշեք, այս բաները հիշեք, դրանք այլևս չեն լինում։ Լինում ազգային ժողովն է։ Այո, ազգային ժողովն է նշանակում։ Ազգային ժողովը Ընտրեցի, վարչապետը գնում է աշխատելու, դուք էլ որպես պարլամենտ ձեր գործերն եք անում, նախագահն է գնում է 18 թվին նստում է նախագահ 18-ի փետրվարին։ Հիմա վարչապետը ծրագիր է, չէ՞ տվել, քեզ ասում առողջապահության համակարգում։ Այս պետք է անել
անեմ տրանսպորտը, ես պետք է անեմ ճանապարհաշինությունը, ես պետք է անեմ գյուղատնտեսությունը, ես։ Մի տարի թողում ենք, որ այդ վարչապետը հանգիստ իր համար աշխատի իր կաբինետով։ Որ տեսնես, հա, խելքը ինչ է։ Մի տարի հետո նույն դուք երեքդ որ իշխանություն եք, եւ ես ու այս տիկինը որ օպոզիցիա էր, ասում եք մի տարին լրացավ, բայց այս մի տարվա մեջ մենք տեսնում ենք, որ այս վարչապետը գլուխ չի հանում։ Խոստումները չի կատարել։ Դու հիմա որ վարչապետ, որևէ վարչապետ գլուխ չհանի, կարաս հանես, չես կարա։ Ես կարամ հանեմ, չեմ կարա պարլամենտում։ Բայց այս փոխվածով ասում ես մի տարի հետո, այո, չես կարող անում, բայց ճիշտ ես ասում։ Հիմա այս փոխվածով քանդեց Հայաստանը, կերավ գնաց պատգամավոր։ Այս ինչ ես ասում, կարճում եք վարչապետին, ասում ես լսին, հեսա ծրագիրը, այս խոստումները, այս են կատարածվա վերջան։ Դու ես չեմ դες, նայ, քո խոստումները կատարել ես։ Դե բնականաբար պարզ ամբողջ ժողովուրդը գիտի, դուք էլ գիտեք, որ չի կատարել, չէ՞։ Ասում ես վարչապետ, կաբինետը հավաքում ես ու դավայ, հասկացա՞ր։ Ասում կեղծիք արել, չէ՞։ Ես կարամ գամ ազատ տենամ, որ ընտրողների մասնակցության թիվը էսա, իրականում անուններով կամ բանով հասցեներով գրած է, էսա, ու կարամ տեսնեմ ընտրելու իրավունք ունեցողները։ Պլյուս մինուս եմ անում, արդեն տեսնում եմ, որ օրինակ իմ հարևանի տեղը, եթե դու բերես քվեարկած եղան, իմ հարևանը կգտնա իր տեղը կամ իր Ռուսաստանում գտնվող աղբոր տեղը քվեարկել ես։ Լուծումը սա է, մնացածը լոլոները անգեր, որովհետև հիմա 90-ականների պես չի, որ ներսում բան գողանան, այդ քվեատուփ գողանան կամ բերեն լցնեն։ Առաջ տենց էր, մինչև Ռոբերտի ժամանակ տենց էր։ Հիմա մեխանիզմը փոխվել է։ Հիմա արդեն ամեն ինչ դուրսն է արվում։ Մարդկանց այդ իմ ասած հայտնի վախցնել է, այդ իմ ասած բանը կաշառք բաժանել է կամ չգիտեմ աշխատանքի տեղից հրահանգնել, արդեն դուրսն է անում։ Վստահված անձը ուզում է Բրյուսելին լինի ապեր, չի կարա, որովհետև վերահսկի։ Ես ինչքան ոչ ճակատի հաղորդումները կամ եւ այլն տեսել եմ հաղորդագրությունները, հիմնականում բոլոր նրա համար ժողովրդին ասում են նրա համար ոչ ասեմ, որ սոցիալ-տնտեսական ֆակտորներ են բերել, որ վատ է կապրեմ եւ այլն, բայց օրինակ ես մեկտաբանությունները, սահմանադրական բարեփոխումների մեկտաբանությունները կարդալով սոցիալ-տնտեսական բազմաթիվ փոփոխություններ կանոնին, որոնք դեպի լավը։ Դու Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագիրը կարդացել ես։ Սերժ Սարգսյանը 2008-2013 կարդացել եմ։ Հա, այդտենց հրաշք նախագիծ տեսել եք երբևէ։ Չէ, տեսել։ Բայց ինչ իրականացավ։ Բա այն օրը Գյումրիեն գնացա Գյումրեցին ասում է, լսի, Գյումրեցին ինձ ասում է, ես 2008-ին սխալ եմ արել Սերժին եմ ընտրել, որովհետև կարդացել եմ, որ ասել է, ես իմ նախագահության առաջի հատվածում Գյումրու անտուններին ամբողջությամբ տներով եմ ապահովելու։ Այսօր Գյումրիում գիտես քանի անտուն ընտանիք կա։ 4000։ Ես նախագահի մասին չեմ խոսում, ես նախագահի։ Ո՞նց ես այդ նույն նախագահի առաջարկած ծրագիրը ասում, այս աշխատի։ Իրոք է, պաստորը դուք դեմ եք սահմանադրությանը մենակ դրա համար, որ սահմանադրությանը չէ։ Իրոք է։ Բարեփոխությունը բարեփոխություն։ Դեմ եք մենակ դրա համար, որ Սերժ Սարգսյանը։ Իրոք է, էլի, իրոք է, արշո, իրոք։ Սա այսինքն դեմ եք ես նախագծի մենակ դրա համար, որ հա։ Ուրեմն նոր սահմանադրություն։ Սա ոչ փոփոխություն է, ոչ այստեղ որ գրած է փոփոխությունները, փոփոխությունների նախագիծ։ Փոփոխություն չտեք դա, որ մարդը կռվել է իր ասած սրբություններին թողել է, սրբություններին հերոսի կոչում են տալի 30 լավ։ 104 թե 107 չեմ հիշում, այդքան հոդվածանոց սահմանադրությունը դարձված է, նա եղբայր ջան, դարձված է 220 հոդված մոտավորապես, եթե չեմ 19 կարծում։ Հա, 220 հոդված։ Սա ինչ է նշանակում, որ ոչ թե փոփոխության կամ բարեփոխման է ենթարկված։ Ճիշտը խոսենք։ Ըստ քեզ իշխանությունները ինչապ խելք չունեն, որ չեն գրում նոր սահմանադրություն, այլ գրում են սահմանադրական փոփոխություններ։ Գրում են սահմանադրական փոփոխություններ, դրանով ծածկելով այն հատվածը, որ Սերժ Սարգսյանը քաչ գիտակցում է, որ 2018 թվականին չի կարող երրորդ անգամ։ Բայց եթե կգան, կասեն գնում ենք սպանենք, գնում ենք որդենք, մեր երկրի սիրտը մաքրենք, թեկուզ սաղ կյանք պետք է ես դրա համար պատժվեմ, ես կգամ։ Բարձա, իմ ուզածը ինչ է, որ երկրի սիրտը մաքրուլի նոր սահմանադրություն։ Դասական առումով սա որևէ կապ չունի ոչ պարլամենտարիզմի, պարլամենտական հանրապետության եւ ոչ էլ առավել եւս համամասնական ընտրակարգի հետ, որովհետեւ աշխարհում գոնե մի հատ պետություն չես կարող ցույց տաս, գոնե մի հատ, որտեղ համամասնական ընտրակարգը երկու հատ է ունենում։ Եթե մասներ հիմա Արեն ես դա արել եմ։ Որովհետեւ ոչ թե Ո՞վ կապ չունի, եթե հենց առաջի փուլից կազմում անգամ քո ասած տարբերակով որևէ պետություն չկա, որտեղ երկփուլ ընտրակարգ տեղ ունենա։ Ես քեզ մի հատ ուրիշ բան ասեմ։
այս սահմանադրության մոտավոր տարբերակը որոշակի կոսմետիկ տարբերություններով արկա է Իտալիայում։ Ու երբ որ Իտալիայում մարդիկ այս սահմանադրությունը առաջ էին բերում, ասում էին այն բառերը, ինչ որ հիմա ասում են իշխանությունները, բայց գիտես ինչ տեղի ունեցավ։ Իտալիայի մաֆիոզ կլանները Սիլվիո Բերլուսկոնիի գլխավորությամբ մնացին իշխանության, պահպանեցին իշխանությունը եւ արդյունքում մաֆիոզ նախկին սահմանադրությամբ Իտալիան դարձավ մաֆիոզ նոր սահմանադրությամբ Իտալիա։ Դու այդպիսի արտաքին օրինակներ ունենալով, դու այդպիսի վառ ապացույցներ օրինակներ ունենալով ու տեսնելով ներկա իշխանության մաֆիոզ հոգեվիճակը, ո՞նց ես ինձ ասում։ Ես բան եմ ասում։ Ես գայլերը գազար են ուտելու։ Չէ՞ թողնեմ ես վերջացնեմ։ Ես ասում եմ դուք կողմ եք փաստորեն այս փոփոխություններին կամ այս դոր սահմանադրությունը մենակ դրա համար, որ առաջարկել է հանրապետական կուսակ, հա, դեմ եք մենակ դրա համար, որ առաջարկել է հանրապետական, բա։ Ձեր ասած ես քեզ 15-20 րոպե խոսում ենք։ Ես քեզ կետերով սկսեցի ասել, թե ինչին եմ դեմ։ Դու հիմա իմ վերջին նախադասությունն ես ինձ ամենավերագրում։ Նույն այդ երկու համամասնական համակարգից սկսած, նույն նախագահի, նայ, ներկայացում ասում նախագահը երկրի գլուխն է։ Ճիշտ է, այս սահմանադրությամբ։ Հաջորդ կետով գիտես ինչ ասում։ Նախագահը իր գործունեությունը պետքա բանը համաձայնեցնի ազգային ժողովի հետ։ Դա ինչ տեղի ունեցավ։ Մեկը մյուսին հակասեց, երկրորդ չի կարում լուծի։ Կամած հարցեր կա։ Ահա, բայց մենք ասում ենք, Դու հիշում ես։ հուշում ենք, ոնց լուծի։ Լսի։ Հիշում ես Գորբաչովի ժամանակ Պերեստրոյկան որ եղավ։ Սխալ էր, հա։ 87 թվին չէինք հավատում որ կարող է մի բան ասում ենք ես չեն ասում ես ոնց են սխալ։ Կամած եկավ պետությունը փլվեց, չէ՞, դու սովետական գլխից ձեր հոտ։ Հիմա ճիշտ ես ասում, դու սովետական միությունը աճ կար։ Ուրեմն մի կիլո հացը ինքնարժեքը 2 ռուբլի էր, պետք վաճառում են 30 կոպեկով։ Նույնը ուրիշ բան է, այսինքն քանդվում էր, այսինքն տնտեսային։ Հիմա պետությունն էլ պետք է պետական անվտանգության հարցեր կա, կա նաև տեղեկատվական անվտանգություն։ Նեն շփտի լինի, որ այնքան բաց թողեն այդ ազատությունները, որ տա պետությանը քշի Ղարաբաղն էլ կորցնի։ Այսինքն մենք կամած համակարգված քայլերով պետք է գանք այդ հարցերը։ Չեն գրել։ Ինքը գնում է դատարան, ասես իմ անունը ինչի՞ չէ գրել, հես այս Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ։ Այնտեղ ասում են դու Կիրովական չէի, դու Վանաձորում չէի, դա նշանակում է տվյալ մարդու ընտրական իրավունքի ոտնահարում։ Հիմա այդ ցուցակները հեչ չեն կարող։ Ըստ քաղաքացիների քաղաքացիության ցուցակի, հասկանալի։ Ցուցակները իրավունք չունեն։ Հարգելի Տիկին Եսայան։ Հələ մի րոպե ախպորպես։ Հարգելի Տիկին Եսայան։ Այո, չէ, իրաց աշխատանքային պարտականությունը չեն ավելացնում է։ Եկեք հարցի պատասխանանք։ Չէ, ներողություն, ես պիտի մինչև վերջ ասեմ։ Տեսեք, այն քաղաքացիները, ովքեր Հայաստանի Հանրապետության քաղաքացի են, այս րոպեին Վանաձորում չեն, կարող է մի օր առաջ գալիս են ընտրության, ցավը տան։ Հիմա կային մասնակցեն, դուք ճիշտ եք։ Այդ են անում։ Այն ինչ որ անում են, ձեր կարծած ապօրինությունը չի։ Այնա ինչ որ դուք ես քեզ ձեզ հիմա բացատրեցի, որտեղ մարդու ընտրելու իրավունքը, դու իրավունք չունես որպես պետություն անտեսել։ Նույնիսկ եթե այդ մարդը այսօր լուսին ա թռել, բայց ինքը Հայաստանի Հանրապետության քաղաք։ Ահա, տեսնում ես արդեն, չէ, չեն կաշկա։ Ուղղակի լռություն։ Ընտանեկան թեմա է, հա։ Կողմից էլ մարդիկ կան, եւ այլ կողմնակիցներ եւ Ուրեմն սիրով պատասխանեմ։ Ես ուրեմն 83 թվականին ավարտել եմ Երևանի պետական համալսարանը։ 83 թվականից աշխատել եմ Պիոներ կանչ թերթում։ Դարձել եմ դպրոցական բաժնի վարիչ։ 95 թվականից աշխատել եմ Առավոտ օրաթերթում որպես լրագրող։ Սկզբից սոցիալական թեմաներով եմ գրել, հետո քաղաքական։ Մինչև 12 թվականին ընտրվել եմ ազգային ժողովի պատգամավոր, իսկ 2010 թվականից դասավանդում եմ Երևանի Վալերի Բրյուսովի անվան լեզուների ինստիտուտում քաղաքական լրագրություն եւ լրագրության վարպետություն։ Այս տարի արդեն դասավանդում եմ նաեւ պետական մանկավարժական համալսարանում։ Ֆոնտանյան էդիկ այդ ժամանակ կար։ Մեր ֆակուլտետում։ Լեզվի մասնագետ էր, Ֆոնտանյան էդիկ։ տվյալ նախարարի բանանել։ Սա արդեն հենց դրանով փոփոխություն է։ Հետո տարբերությունը ամենամեծ, որ ես վարչապետը դառնում է հաշվետու ազգային ժողով։ Տարվա մեջ նա 1-2 անգամ հաշվետու։ Չէ, նայ, հիմա մի անձից է կախված։ Վարչապետի նշանակող ազատողը նախագահն է։ Հիմա կառավարությունը տապալում է իր ծրագիրը, չի իրականացնում, բայց մեկ անձ ասում է, չէ, լավ, ինքը թողել է շարունակել։ Հիմա եթե կառավարությունը վարի է տվել, ինչի պիտի շարունակի։ Ստեղ արդեն փոխվում է։ Եթե այդ հաշվետվությունը չբավարարեց, ասել, որ ցանկացած կառավարման համակարգի պարագայում կարելի է արմատական փոփոխությունների հասնել, սա
ճիշտ է։ Դա ճիշտ է։ Բայց խնդիրը օրինաչափությունների բացահայտման մեջ է, որովհետև ճիշտ այս տեսակ հույսեր ավել կամ պակաս։ Մենք ունեցել ենք 90-ական թվականներին, երբ Վազգեն Մանուկյանը ընդդիմության տեխնացուներ եւ այլն եւ այլն։ Հիմա մեր տրամաբանություններն են, որ պետք է փորձենք օրինաչափություններ գտնել։ Եթե այդ ամեն ինչը ցիկլիկ կրկնվում է, եթե խոշոր հաշվով 6 ամիս հետո տեսնում ենք, 2 սեթ հնում ենք, ես իմ ունեցվածքը դուք։ Հենց մարջ են գա, այ մարդիկ, մեր գործ առաջ։ Ամենագեղեցիկ, էլ չսկսենք բազարանելը, ես եմ ճիշտ, դու ես ճիշտ։ Լսեցիք Ժորժը։ Ֆիքսվեց, անպայման կպահեք ուղիղ։ Լսում եմ ուշադիր։ Սահմանադրական բարեփոխումից հետո հաջորդ ընտրությունը 17 թվին է, 6 ամիս հետո։ Ընտրվեք արդեն ձգեց, արդեն ձգեց։ Հիմա ես խափեմ, դա շուտ չպտին։ 2 տարի ստեղից հետո 2 տարի միջև պատրաստ է։ Իրատեսական։ Տեվա արդեն իրար հետ հանդիպում եք, ընդհանուր կապող օղակ մարդ ճանաչում եք։ Կարեն դու հիշի։ Հին դաշնակ հիշի, 4 կարող է սահմանադրություն։ Լավ է այլ պահանջ լինի, բայց պիտի ինքը հերթական տեղ հետո անցում էին դրույթներ ասահ։ Մենք ոչ իման չստացանք։ Սա առանցքային հարց է։ Ես ավարտեմ Մկրտչյան։ Իհարկե պարոն Մկրտչյանը այստեղ կարող է հակադարձել, ասել, բայց երաշխավորելը մի բան է, բայց գործողության մեջ դները ուրիշ բան։ Այստեղ ես կասեմ, որ որևէ սահմանադրություն, որևէ ինքնին ոչինչ չարժե, եթե չի ուղեկցվում մեր մտքերի փոփոխության հետ եւ մեր քաղաքական կամքի հետ։ Առանձին վերցած նույնիսկ Աստվածաշունչը դա լավագույն տեքստն է, որ երբևէ մարդկությունը իմ կարծիքով ստեղծել է։ Բայց Աստվածաշունչը նույնիսկ որպես Աստվածաշունչ կարող է արժեզրկվել, եթե դա չի ուղեկցվում մարդու ներքին հավատի հետ, եթե դու չես հավատում եւ գործողության մեջ չես դնում Աստվածաշնչյան նորմերը, չես դարձնում քո վարդու կանոնի մի մաս։ Սխալ համեմատություն եմ անում, բայց մոտավորապես սահմանադրությունն էլ այդպիսի բան է։ Սահմանադրությունը ինչ է? Սահմանադրությունը մեր բոլորի կողմից ստորագրված, համաձայնեցված վարդու կանոնի նորմեր է, թե ինչպես պետք է ձևավորվի իշխանությունը։ Եղբայր, ներեցեք, Բենզինը սալյարական, հիմա բերում ենք Տոապսեից, Հյուսիսային Կովկասից։ Եթե մեզ հաջողվի, որ մենք ռուսական ռուբլով վճարենք դրա, մենք շատ կշահենք դրանով։ Այսինքն կամաց հարցերը լուծելով, եթե մեզ հաջողվի, որ ռուսական ռուբլիով վարկեր բերենք, չտուժի մեր աշխատողը, որ ռուսականով, էլի կշահենք։ Դրա համար ուզում ենք սահմանադրությունը փոխենք, որ կառավարման համակարգն հենց լինի, որ միանձնյա կառավարում չլինի նախագահի կողմից, լինի քաղաքական ուժերի։ Ոնց ուզում եմ հենց անում։ Այսօր մի բան է խոստացել, որ բան է։ Կանոն չկա։ Մասնակցական կանոններ որտեղից։ Եթե չես իմանում, ձեր բոլոր խնդիրները գործող սահմանադրությամբ պայմանավորված։ Այսինքն այն ինչ տենում է, քանդվել է, ժողովուրդը գնացել է, չգիտեմ սահմանադրությունը ուրա որ մարդիկ սովից են մեռնում։ Այդ որ սովից են, այդ սահմանադրությունը գալիս է օգնության։ Չէ, այս պետք է գալիս է։ Բա դրա մայլ ոչ ենք ասում։ Մենք մեր ոչի մայնքը այն որ չենք ընտրում։ Ոչ է, նոր Սերժ Սահմանադրությանը եւ Սերժ Սարգսյանի եթե այս ամեն ինչը ներկա իշխանությունների վերածնա, Լուչը մետեաց գելը մեզուտի, քանց թե թազա գել լավա մետեաց գելը մեզուտի, քանց թե թազ են գա Չէ, գելին մենք ուտենք գնում ենք Երևան Բաղրամյան ենք փակում, ցույց ենք անում ուր են որ իրանց տանը նստած տանն են խոսում բա թող գան մեր այդ փողոց փակեն ու ցույց անեն երբ որ դու ժողովրդի համար մի բան անում ես, պետք է այս բողոք։ Չէ, ես չեմ բողոքում, ես գնացել եմ իմ ընտանիքից ես էլ եմ գնացել այնտեղ կանգնել, բայց այդ չի նշանակում, ես չի նշանակում, կարա մեկին ասեմ, իս դու ինչի չես։ Մենակ գիտես դուրս մի քիչ ինչի չի գալի, որ ճիշտը մի քիչ ցեղում է, սուտը դարձնում է ճիշտը դարձնում է սուտ։ Այս կինը քոսերը քանի տարի է դիմացել։ Հանրապետական կուսակցության շատ մարդիկ կարծի երկարացնում են, երկարը կարծացնում են, հաստը բարագացնում են, չի կարելի։ 50
Բարի, այս կնիկը ոնց է քեզ դիմացել այդ ցավը տանել։ 55 ողջ եղեք գնացին։ 100-ամյակին հրավիրելու եք 100-ամյակին։ Հաշվի սուր։ Ես ոնց է այս կնիկը դիմացել քո այդ թափին 55 տարի։ Ասես տիգիներ են դիմաց։ Այս ձայնագրվել է, հա, հիմա այդ տիկիները բոլորը լսելու են։ Թող լսեն, իրենք ուրախ են, որ ես այդքան կայտարեմ։ Չի ասում ես ասում։ Սխալների չէ։ Մենք ուզում ենք առաջարկը տանք, որ շտկվի, այսինքն մենք ցանկանում ենք մի բան, որ լավ լինի, բայց եղբայրը գալիս է, որ ուզում է ասի, որ պետք է շտկվի, ասում է չէ, չենք լսում։ Դա ինչ դուս եկա։ Այսինքն գյուժանոցի պես մի բան է։ Ձյաձ Աշակյան, թե դու ճիշտ ես ասում։ Ացավը տանեմ, խոսքի ազատություն, ես, մյուսս, քանի տոկոս ունեմ ես խոսքի ազատություն։ Այդ մի հարցը բոլորս ունեն, բոլորս Չունե, ցավը տանեմ, ես ներողություն։ Ձյաձ Աշակյան, խոսքի ազատությունը, երբ որ մեր ցանկացած քաղաքացի եւ յուրաքանչյուր ոք, նույնիսկ եթե քաղաքացիություն չունի, կարողանում է ցանկացած հարցի վերաբերյալ իր կարծիքը անկաշկան եւ հետապնդումից չվախենալով իրացնել։ Ես չունեմ, հայաստանական հիմքերի վրա ես չունեմ, իմ խոսքի ազատություն։ Հայաստանը գուցե հազարավոր խնդիրներ ունի, բայց իմ առաջարկն է, որ մենք դրանց չավելացնենք նույնիսկ նրանք, որ իրականում գոյություն չունեն։ Օրինակ խոսքի ազատությունը։ Հիմա տեսեք, դուք ասեցիք, քաղաքացին մի կարևոր հարցի վերաբերյալ կարևոր կարծիք ունի, ցանկանում է խորհրդով օգնել, չէ՞։ Դրա մեխանիզմները խոշոր հաշվով կան եւ գոնե Պատգամավորը այնպիսի պատգամավոր է, որը բոլոր պատգամավորները սխալ ասում մի հատ խումբ չկա։ Ներողություն, մի բան ասեմ։ Ես Հարգաժան նախագահի ուրեմն առաջին ընտրությունում էր թե երկրորդում, ես զանգեցի Ազատություն ռադիոկայան 54-40-47։ Չգիտեմ, նույնն է։ Զանգեցի, ասեցի ներողություն, ասեցի։ Ես ասում ողորմությամբ ես ուզում եմ ծրագիր ներկայացնել։ Ինչքան կարևոր չի ես իմ նախագահական տեխնացիոն ներկայացնել, բայց ասի ես ծրագիր ներկայացնեմ, որ այդ ծրագիր ներդնելով հողուբերքը օրվի, աղետները կանխվի, քաղցկերների ինֆարկտը հեռանա, որ այսօր այս աղի արդյունքը վերափոխենք երջանկության արդյունքների ու ոչ թե մենք աշխարհի խնդրենք վերցնելու, այլ մենք տանք։ Այսինքն խելքի տալով մենք, ասում եմ, один за всех всех за одного, սիրով պետք է լինի, բայց այսօր մեր մոտ խաբեությամբ է։ Ասում եմ, սերը երկսայր սուրի պես է, ճիշտ է։ Հիմա ղեկավարությունը պետք է սիրի պրաստոյի ժողովրդին, Ռամիկին, Ռամիկն է սիրի իրան, այդ Բերդաբիլի օրենքը, ներողություն, բայց նա չի սիրում, ապրեք ճիշտ է, այո, եթե վերևի չի սիրում պրաստոյի ժողովրդին, պրաստոյի ժողովրդն այնտեղ չի սիրում, և աստված չանի, եթե կռիվ եղավ, ոչ թե մեզ պետք է զորով գան բռնեն տանեն, այսինքն մենք ոչ թե վախենալով, այլ սերը սառեց, բայց եթե ճիշտը լինի մենք կամավոր նա գնամ հաղթելու։ Իշխանություններին մենք կարող ենք ընդունել, չընդունել, կարող ենք սիրել, չսիրել, կարող ենք հարգել, չհարգել, բայց երբ որ դուք ակնարկում եք մեր հայրենիքին, մեր պետության երկրին, հնարավոր ռազմական վիճակի։ Այո, եւ ոչ խմբերի հանդիպումը Արցախ պուրակում ավարտվեց, ինչպես նկատեցիք, քննարկումները շատ թեժ էին, հետաքրքիր եւ նույնիսկ սպորտային մեզ էր միացել հայ շախմատի գրոսմայստեր, օլիմպիական չեմպիոն Տիգրան Պետրոսյանը, իսկ մենք կհանդիպենք մոտ 1 ժամից։